Ճամփան թեպի վանք։ Վանքը 14 կիլոմետր հեռու է Ռեստ Հաուսեն։ Ռեստ Հաուսը արդեն Եգիպտոս Ալեքսանդրիայի անապատի ճամփում մեջտեղն է։ Այս ճամփում մեջ ալ Նատրուն ծորը կա։ Արևմուտք անապատը Շհիդ, այսինքն Ալ-Իսկիտ կամ սրդի գշիրկը։ Վանքին նոր թուրը։ Վանքին նոր թուրը կառուցված էր 2004 թվականին։ Թուրի գամարը և փարոսները Եգիպտի զարդարանք է։ Վրան 3 մոզաիկի քծակություններ կան։ Մեջտեղի քծակությունը Սուրբ ընտանիքն է, երբ Եգիպտոս եկան։ Իսկ աչին Աստվածածինի նկարը իր հետ Սուրբ Յահնս կամա դեր հայրը։ Իսկ ցախին Քրիստոսի նկարն է, ինքը և գեցած է, թուրը գթակ է։ Վանքին տարածությունը։ Վանքին տարածությունը մոտավորապես 1.5 ակր է։ Այսպիսով սիրիական Սուրբ Աստվածածինի վանքը կհաշվի ամենաբզդիկ վանքը Նատրուն ծորի մեջը։ Վանքի մեջը կա թանկագին Եգիպտի քծակություններ պատերու վրա և կարևոր որմնանկարներ։ Վանքին անունները։ Վանքը փուն անունը Սուրբ Հույս Մարիամն է։ Այս վանքը գտնված է Եփեսոս համակումարեն ետք 431 թվականին։ Շեշտելու համար Թեոտոկոս վարդապետությունը, որն է Աստվածածինը, այսինքն Աստուծո մայրը, որ կպահի կաթոլիկ եկեղեցիները իթեմ Նաստուրի հերդերգողության, որ կոչի հակառակը։ Վանքը հռչակված է նորեն սիրիական վանքի անունով, որովհետև ունեցած էր սիրիական վարդապետներ, որոնք եկան Սուրիայեն և Լևանտեն։ Այս վարդապետները եկան և բնակեցան Եգիպտի հայր վարդապետներու հետ 8-րդ դարեն մինչև 16-րդ դարը։ Գիտնալով, որ Սուրիական Անտաքիայի եկեղեցին և Ալեքսանդրիայի Եգիպտի եկեղեցիները եղբայր եկեղեցիներ են, իբր առաքելական ուղիղ եկեղեցիներ, ունին նույն հավատքը և նույն վարդապետությունը։ Վանքը նորեն գծված է Սուրբ Աստվածածին և Յահնս կամա դեր հայր անունով, որտեղ իր թիագը փոխադրվեցավ իր մահեն քիչմը հետ 859 թվականին։ Սուրբ Աստվածածինը հայտնվեցավ Յահնս կամային ելույթովը, օրհնեցին և իր վարդապետ զավակները։ Հետո դվավ 3 հատ ոսկի թրամ, վրան գա խաչը, և ըսավ իրեն, առ այս թրամը և թիր վանքին դուփին մեջ, և իմ դուս լճագը
Պիտի մնացեր հետ մինչև հավիտյանը։